Հանրապետության ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանը եւ Մարտին Վարդազարյանը զրուցում են երաժշտության մասին։ Եվ ոչ միայն երաժշտության։ 15 րոպեն քիչ է։ Բարև սիրելի ռադիոլսող։ Բարի ողջույն, թանկագին ունկնդիր։ Մենք ուզում ենք մի հրաշալի բանաստեղծի մասին խոսել։ Ռուբիկ ջան, Ես ծանոթացնել ձեզ։ Ուրեմն, անունը Լևոնն է, հայրանունը Ռաֆիկիա, Ազգանունը Բլբուլյան։ Հրաշալի անձնավորություն։ Հեռանում եք դուք արդեն, թևավորի մորեր, ու տանում ձեզ հետ անտես, իմ կյանքից խինդ ու սեր, ուր եք թևում, իշեր ու զոր, ուր եք արդյոք շտապում, դուք անվերջ, ձեր գանչով մի օր կգամորերի, ձեր հետքով ես կգամ, որպես մի թռչուն, ուշերից արփած, թեթանած Երևանից իմ մեջ ծանոթ շնչից դեր, վարհույսեր կծնեն, մի նոր կյանք կառնեն, երազներն անցյալ։ Թևածում եք դուք հեռու, բայց մնում եք ինձ հետ, ինձ թողնում եք դուք սիրով ու հույսի ջինջ երգեր, գուցե մի օր ճամփով անհայտ ձեզ մոտ ես կամ երգով իմ պայծառ ձեր կանչով մի օր կգամորերի, ձեր հետքով ես կգամ, որպես մի թռչուն, ուշերից արփած, թեթանած Երևանից իմ մեջ ծանոթ շնչից դեր, վարհույսեր կծնվեն, մի նոր կյանք կառնեն, երազներն անցյալ։ Ասենք որ ծնվել է 49 թվականին Նոր Բայազետում, այն ժամանակ ուրեմն Քյավառ էր կոչվում, հիմա իհարկե Գավառ։ Այո։ Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, Մի երգահան, բան էլ կա է։ բայց երգահանը ինքը չի քույրն է, եւ դերասանուհի Ժաննա Բլբուլյանը։ Այ էդ էր ուզում որ եղբայրն է։ ասես։ Կարելի է ասել, որ կենսագրական է։ Ժաննա Բլբուլյանը Լևոն Բլբուլյանի քույրն է։ Ինչ ես ասում։ Բա Իսկապես։ իհարկե։ Դե որտեվ հաղորդում իրեն է նվիրված, իրեն պետք է մեծարենք։ Հրաշալի են, երկուսն էլ հրաշալի են։ Եվ գիտես ինչն է հետաքրքիր, որ իր հետ խոսելիս դու նենց ազատ էիր զգում։ Հա, որովհետև շատ Եվ հոգեհարազատ իր մարդ է։ պատասխանի մեջ անպայման ինչ-որ սպասողական մի բան կար, որ հեսա մի նոր երանգով ինչ-որ մի բառ կօգտագործի։ Հա, Տենց բաներ էլ կար։ որովհետև նաև ուրեմն գրել է ոչ միայն երգեր, բանաստեղծություններ գրել է նաև Սպասի։ Բանաստեղծությունը քիչ է։ չէ, Բայց բացի դրանից, բայց իր խառնվածքը նշելու համար։ Ռադիոկայանում վայելա երկիր նայերի թերթերում հանդես է եկել, հետո երիտասարդություն ռադիոկայանում նույնպես։ Հայաստանի հանրային ռադիոյի երիտասարդություն։ Այո։ Ավանգարդ թերթում ընդեղ արվեստի բաժնի վարիչներ, գրական թերթում։ վարիչ էր, ուղղակի բաժնում էր։ Գրողների միության գործունեությունը սովորել է Մոսկվայում,
Հա, Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներում։ Մաքսիմ Գորկու մասին, որ ասեցիր, հանկարծ միտս եկավ։ Ուրեմն Ստալինը կանչում է Մաքսիմ Գորկուն եւ ասում է ռուսերեն ասում էլի։ Ասում է Ալեքսեյ Մաքսիմովիչ, вот вы написали роман «Мать», а не пора ли написать повесть «Отец»? Максим Горький сказал, ну я попробую, Иосиф Виссарионович, я попытаюсь. Ну что ж, попытка не пытка, не так ли, Лаврентий Павлович? Լավ էր։ Այդ Մաքսիմ Գորկու մասին էր, Հա։ մա վերադառնանք։ Լևոն Բլբուլյանին։ Արևոտ անձրևամել երկում է քեզ համար ու շփտում կապուտ հերվից ծողոտ միցիացան Գարնան թովիչ բույրերն ընտան ալիքում Քեզ պարում շնչով անուշ օրվա Գարնան թովիչ բույրերն են քեզ համբուրում Բացում մի վար, մի անցիր սիրո աշխար Այսօրվա շողերը քեզ, ծողերը քեզ, հոգիս Այս գարնան ժպիտը քեզ, համբույրը քեզ, անգինս Եվ իմ սրտի դողերը քեզ սիրելիս Քեզ իմ երգը մեր սիրուց ծնված Եվ թող մեր մեջ մաղի անձրև մի վարան Միշտ սիրով ույսով ծոլան ու կապի լուսեք կամար Ես իր այդ շատ երկեր չունեմ ցավոք, 2 թե 3, այն էլ միտս չի գալի, ես ինչ խայտարակ բան է, ես ինչ խայտարակ բան է, վայ, Ռոբերտի հետ ունի Ամիրխանյան, Մելիքի հետ ունի Մավիսակալյան, Արիկի հետ ունի Արամ Սատյանի հետ ունի երկեր Ռոբերտ Ամիրխանյանի հետ ունի, Մանսուրյանի, Մանսուրյանին այ չեմ հիշում, Մանսուրյանի հետ էլ ունի, իհարկե Բայց Արասատյանի հետ նաև օպերա է գրել, որտեղ խոսքերն իրանն են Այո, այնպես որ եւ լիբրետոյի հեղինակ եւ դրամատուրգ կարելի է ասել ինչ-որ միտեղ sense Թարգմանությունները կատարել շատ Ես որ քիչ առաջ ասեցի ինչի համար է նրա խոսքը, որտեղ երկիծաբան էր նաև, չէ՞։ Երկիծական բանաստեղծություններ էլ էր գրում։ Ռուբիկ ջան, այդ ամեն ինչը ես ու դու էլ գիտենք եւ մեզ կարծում եմ մեր ռադիոընկերներն էլ գիտի։ Գիտես ինչ, ամեն ինչ արել է, հրաշալի մարդ էր, լավ ընկեր է, բայց ամենակարևորը որ նա այդքան երգեր է ստեղծել, երգերի հեղինակ է դարձել։ Երգեր, որ այսօր երկում են ինքը ժողովուրդը։ Մի հատ երգ ունի, որը շատ տարածված եւ սիրվում, այ մարտես ինչա կատարվում իմ հիշողության մեջ։ Չէ, ես կարծում եմ խմբագիրը ձևավորելս կգտնի Օրբելյանի երգը եւ կհնչեցնի։ Հա, այդ որ դու ասեցիր, այդ փոփոպերան էր Արամ Սատյանի, Արամիջի, բեմադրվեց, բեմադրվեց այդ էլ է Բլբուլյանի խոսքերով արվել։ Ես կանչել եմ քեզ ու սպասել երկար Իմ օրերի մեջ ոչ մի երկ չկար Բայց մի օր եկար ու գտանք իրար Ապրում եմ ես քեզ համար Սիրտս գարնան շնչից արթնացավ Երբ նայում ես ինձ ու Լսում եմ ջերմ քո խոսքերն անձայն
քոջիջ ինձ են նայում կարծես ու կանչում սերը տակ փոխարյացքի խորքի իմ սրտում մի վարգարում է իմ հոգին այսօր ծաղկում է քո աչքերից կյանքն է ինձ ժպտում երբ քեզ հետ եմ միշտ ծնվում են իմ երգերը լուսավոր իմ օրերը լի երազներով դու եկել ես ու ծնվում են իմ երգերը լուսավոր իմ օրերը լի երազներով դու բերել ես ինձ նոր հույզեր վարար ու բացել շքնախ մի ուրիշ աշխարհ թող այնտեղ պայծառ լույսերի մեջ վար կանչեն մեր սրտերն իրար ու թող գալիք բոլոր օրերում երգն այս միշտ այսպես հնչի մեր Հրաշալի անձնավորություն, հրաշալի զրուցակից, բանիմաց բանաստեղծ, բանիմաց լրագրող էտել կա։ Գրողների միության միջազգային ընկերության ոսկե մեդալի արժանացած 2004 թվին։ այո Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի մրցանակին արժանացած Էտել 2008 թվին։ Ռուսաստանի գրողների միության Գրիբոյեդովի անվան ոսկե մեդալին, հուշ մեդալին ավելի Ահա, ճիշտ։ դա էլ 2008 թիվներ, 2009 թվին Մշակույթի նախարարության ոսկե մեդալի, գրողների միության վաստակի համար մեդալի, Էտել այո։ 2009 Հայաստանի գրողների միության եւ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի կանթեղ հարմարական մրցանակը Այո։ դա 14 թիվ էր, այդ նույն 14 թվին նույնպես եւ Ռուսաստանի գրողների գրողների միության միության, այո, Լերմոնտովի անվան հուշ մեդալի։ 18 թվին էլ գրողների միության այա Այո, թարգմանչական Մասեյանի անվան, Մասեյանի հոյակապ թարգմանիչ Շեքսպիրի փայլուն հանճար է։ Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացու հավաստագիր է ստացել, այսինքն Լենինագանի Եվ համահայկական գրական հիմնադրամի հատուկ մրցանակ։ Այդ 22 թվին էր, իսկ Այո։ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալն էլ 2019 թվականին։ Այսինքն գնահատված մեկն է։ Քեզ հետ եմ էլի իմ քաղաք, արքո գիրկը իմ տունորից, բաց է սիրտն իմ դրված կրկին, քո կանչին մտերին, նոր երգեմ քեզ բերել հեռնից, երգն իմ կարոտի ու սիրան, որ հնչում անվերջ իմ սրտում, կանչում էր տուն, սուրբներ օջախն ես տուն, ես մեր մեծ դու Երևան, որտեղ լինեմ ես իմն ես քաննեմ տունին այրյան Ուր էլ գնամ ես քո կարոտն եմ իշտ վարվում օգուտ մեջ Ինձ ետ կանչում անվերջ Սուրտներ օջախն ես տուն ես մեր մեծ դու Երևան Որտեղ լինեմ ես իմն ես քաննեմ տունին այրյան Ուր էլ գնամ ես քո կանչնեմ իշտ հնչում օգուտ մեջ Սիրո իմ օրան, իմ Երևան Ոչ մի տեղ այսպես չեմ շնչել, ես հոգով ազատ ու թեթև Ոչ մի տեղ այսպես չեմ շրջել ու խաղաղ անրջել Ու պիտի այսօր թափարեմ, ես քո մայթերով հիրունար Քեզ պարվեմ հոգուց դևերով, իմ Երևան Սուրտներ օջախն ես տուն ես մեր մեծ դու Երևան
Ես քո տակ կանչն եմ միշտ հնչում հոգուց մեջ Սիրո իմ օրան, իմ Երևան Իսկ բանաստեղծությունների տպագրված գրքեր ոչ միայն Երևանում, Մոսկվայում նույնպես ունի եւ ինչ ասեմ, այս հսկայական այս ցուցակից մի քանիսը ես երևի ծանոթ եմ, բայց բոլորին ծանոթ չեմ, ես վայ Լևոն ջան կներես, բոլոր գրքերից ծանոթ չեմ, միայն մի քանիսին եմ ծանոթ։ Եվ քո թարգմանությունները, ինչ հետաքրքիր թարգմանություններ ստեղ կա։ Մարինա Վլադի թարգմանել է, Վլադիմիր Վիսոցկի, այ քեզ բան, նա Բարքևեզրին ասած այ ծաղիկներ, ես ինձ եմ խոսում էլի դեռ, ես ինչքան թարգմանություններ հրաշալի եւ ի պատասխան ինքը նույնպես թարգմանվել է մի քանի լեզուներով, հետ էլ կա։ Օմար Խայամը թարգմանել պարսկերենից։ Խայամին ինքը թարգմանեց ճիշտ է։ Այո։ Հատորներ։ Ախմատովա, Աննա Ախմատովա նույնպես թարգմանություններ ունի։ Իսկ այն որ ինքը հրաշալի Վիսոցկուն էլ է թարգմանել։ Այդ ասեցի, Վիսոցկու թարգմանություններ։ Մի խոսքով բավական մեծ աշխատանք մեզ ծանոթացնելու տարբեր երկրների գրականության բանաստեղծական ներկայացուցիչների հետ։ Կարծում եմ ավելի խոսում կլինի հաղորդումը եւ իրեն ավելի ճիշտ կներկայացնենք, եթե մենք երաժշտությունը Չէ, բացի երաժշտությունից, այ չգիտեմ, ասմունքողներից ձայնագրություններ ունեցել են ռադիոյում, Այդ չգիտեմ կա թե չէ, Ես էլ բայց չգիտեմ։ հաստատ որ մեր Բայց եթե ֆոնդում լինի- պահպանվում են նրա խոսքերով ստեղծված երգերը, հրաշալի լինի- կատարումներով դա փաստ։ Եթե լինի, շատ հաճույքով ես էլ կլսեմ։ Բոլորս էլ կլսենք։ Չեմ հրաժարվում, սովորեցրեք ինձ, չժխտեք միայն այն, ինչը վաղուց ես սովորել եմ ինքս ինձանից, և կամ որ նույնն է ինքս իմ սիրուց։ Այն, որ գեղեցիկ ապրելու համար ոչինչ են գահը, գանձն ու փառքը սին, հարկավոր է նախ երազ ունենալ ու երգեր հյուսել ապրելու մասին։ Ու թե ուզում եք անցնող օրերից ձեզ մնան հուշի ծաղիկներ թովիչ, էլ չարժե կյանքը զուր գունազարդել, պետք է լոկ սիրել և ուրիշ ոչինչ։ Այն, որ երբեմն գիշերվա մթնում արշալույսներ են շռայլվում թաքուն, բայց լոկ սիրահար սրտերի համար ու հոգիների համար իմաստուն։ Հետո սովորեցրեք ինձ, այնքան բան կյանքում չգիտեմ ես դեռ, միայն թե չասեք, թե կարելի է սիրել և կամ թե երգել սովորել։ Ինչ, Լևոն ջան, կներես, քո մասին դե 15 րոպեն քիչ է էլի ախար վերջի։ Ամենայն բարիք քեզ գրիչի տանսպար միտքը Մենք վայելենք քո խոսքերով գրված հրաշալի երգերը։ Ամենայն բարիք։ Մինչ հաջորդ հաղորդում։ Համաձայն եմ։ Իմ հոգում հիմա գիշերը ցուրտ, մի անշող գիշերը, ու մթնում այդ պահանջում են դեռ քո վերջին խոսքերը, չեմ սիրում էլ քեզ ինձ մոռացիր, մի ընտրիր երբեք ու մի կանչիր, թող մանեն հուշի լույսերը։ Դեռ երեկ կարծես երկում էր ջեր, մեր հոգում արևը, ու խոսքեր էին հուշում անուշ, մեզ գարնան հովերը, և հարված էիր դու իմ շնչով, ես սիրով լիք ամեն խոսքով, ինչ փոխվեց հանկարծ, միթե նույնը չեմ, էլ քեզ համար, միթե սերը
այս ծուծմերա երբ պիտի լրի մեջ արդյոք արցունքոտ այս երկը չի մարում դերի հոգու վրա քո այրող հայացքը չեմ ուզում էլ քեզ երբեք հիշել չեմ ուզում արդեն ոչինչ լսել բայց հնչում է խենթ իմ սրտի խորքից միջիչ անհույս ես սիրում եմ քեզ ես կանչում եմ ու փնտրում միշտ քեզ չեն մարում ուշի լույսերը Չեմ ուզում էլ քեզ երբեք հիշել Չեմ ուզում արդեն ոչինչ ասել Բայց հնչում է խենթ իմ սրտի խորքից միջիչ անհույս Ես սիրում եմ քեզ Ես կանչում եմ ու փնտրում միշտ քեզ Չեն մարում ուշի լույսերը Իմ հոգում հիմա գիշերը ցուրտ մի անշոք գիշերը Չեն մարում սակայն մթնում այդ դեր իմ անհույս կանչերը Միթե սերը մեր անդած կորա Այն չքնաղ դարու